Ադրբեջանի նախագահի Բեռլին այցից մեկ շաբաթ անց Պուտին-Ալիև հեռախոսազրույց է եղել։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների Ռուսաստանի ղեկավարն է զանգել Ադրբեջանի նախագահին։ Գուցե հասկանալու, ինչ էր ուզում ասել Ալիևը Բեռլինում, հայտարարելով, որ Ռուսաստանն այլևս չի կարող ամբողջական ծավալով գազ ու նավթ մատակարարել Եվրոպա, ռուսական նավթավերամշակող գործարանների վնասման պատճառով։ Նա կոչ էր արել եվրոպական երկրներին ներդրումներ անել Ադրբեջանի նավթագազային ենթակառուցվածքներում։ Ըստ Կրեմլի հաղորդագրության, երկկողմ ու միջազգային օրակարգի հրատապ թեմաներ են քննարկել Պուտինն ու Ալիևը, հաստատել, որ տրամադրված են ընդլայնել փոխշահավետ համագործակցությունը։ Վերլուծաբանները տարօրինակ են համարում Ալիևի հայտարարությունները, որովհետև փաստ է, Ադրբեջանն այդքան գազ չունի։ Ռուսաստանի մատակարարումը Եվրոպա 21 թվականին դա մոտ 140 միլիարդ կուբոմետր գազ է եղել, իսկ այս պահին նվազել է մոտ 35-36 միլիարդ կուբոմետր, իսկ Ադրբեջանը չունի այդքան գազ, սա շատ պարզ է, այսինքն այն թվերը, որ Ալիևը հնչեցնում է, դա շատ բարդ է իրականացնել, ավելին ասենք, որ մի մասը գազի նա Ռուսաստանից է ստանում։ Ադրբեջանը գազ կարող էր ստանալ Իրանից, եթե այդ երկիրը Միացյալ Նահանգների հետ ակտիվ հակամարտության փուլում չլիներ։ Կարող էր ստանալ տրանսկասպյան գազուղով, բայց դա էլ այս պահին չկա։ Գազի միակ աղբյուրը մնում է Ռուսաստանը։ Ռուսաստանից գազը մտնելու Ադրբեջան, Ադրբեջանը այդ գազը մատակարարի Եվրոպա, ուղղակի անվանափոխելով, եւ դա Եվրոպայի համար կլինի ճակերտավոր ադրբեջանական գազ, Ռուսաստանի համար ձեռնտու է, որովհետև այդ գազը իրականացնելու են, գումար են ստանալու եւ Ադրբեջանը որպես միջնորդ շահելու է։ Որպես Եվրամիության անդամ երկրներից ամենամեծ բնակչությունն ու տնտեսական ծավալներն ունեցող երկիր, Գերմանիան փորձում է գազային գործարքի շուրջ բանակցային առաջնորդությունը իր վրա վերցնել։ Գերմանիան է նաև Եվրամիությունում ամենաշատ գազը սպառող երկիրը, տարեկան մոտ 80 միլիարդ խորանարդ մետր։ Հենց Գերմանիայի տնտեսությանն է պետք այդ գազը, որի մասին որ մենք խոսում ենք։ Եվ հաշվի առնելով, որ ԱՄՆ-ի դերը Եվրոպայում թուլացել է եւ մենք տեսնում ենք, որ անհամաձայնություն կա դաշնակիցների միջև եւ այդ անհամաձայնությունը արդեն հանրային դաշտում է Թրամփի օրոք, ապա կարծում եմ, որ այստեղ Գերմանիան փորձում է ինչ-որ ձև իր անկախ քաղաքականությունը դրսևորել։ Ալիևի Բեռլինյան այցի ժամանակ ստորագրված Ադրբեջան-Գերմանիա համագործակցության ռազմավարական օրակարգի մասին հռչակագիրը ենթադրում է նաև էներգետիկ համագործակցության խորացում։ Այդ պատճառով է նաև Գերմանիան հետաքրքրված Հարավային Կովկասում իրավիճակով, այդ թվում Երևան-Բաքու հարաբերությունների կարգավորմամբ։ Ալիևի հետ հանդիպումից հետո Գերմանիայի կանցլերը զանգել էր Փաշինյանին ու հույս հայտնել, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղություն կհաստատվի։ Ու թեև Ռուսաստանի նախագահը Փաշինյանի հետ հեռախոսազրույցի հաջորդ օրն է զանգել Ալիևին, Կովկասագետը կարծում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը չի եղել քննարկման հիմնական թեման, այլ այսպես ասած Ռուսաստան-Ադրբեջան-Եվրամիություն գազային գործարքը։ Իդեպ Բեռլինում Ալիևը նաև հաստատել էր լուրերը, որ Ռուսաստանի ու Գերմանիայի ներկայացուցիչների հանդիպում է եղել Բաքվում։ Լիլիթ Սարգսյան, Էլեն Յահինյան, Հայլուր։